Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 17։ Ինքն էլ պետք է քայլի այնպես, ինչպես նա էր քայլում։ Առաջի Հովհաննես 2:6։ Ինչու քրիստոնյաները պետք է նմանվեն Քրիստոսին։ Նրանք դա պետք է անեն հանուն իրենց։ Եթե նրանք ցանկանում են ունենալ առողջ հոգի, խուսափել այնպիսի հիվանդությունից, ինչպիսին մեղքն է, վայելել վերածնող շնորհքի զորությունը, թող Քրիստոսը նրանց համար դառնա օրինակ, որին պիտի նմանվեն։ Եթե նրանք ցանկանում են ըմպել ամենամաքուր գինիներից, ցանկանում են սուրբ ու ուրախալի հաղորդակցություն ունենալ Հիսուսի հետ, չծանրաբեռնվել այս աշխարհի հոգսերով ու նայնությամբ, թող վարվեն ինչպես նա։ Չկա ավելի լավ բան, որը կնպաստի դեպի երկինք ընթացքին, քան Հիսուսի պատկերը սեփական սրտում կրելը։ Երբ Սուրբ Հոգու զորությամբ ղեկավարվելով քայլում ես Քրիստոսի հետքերով, ընթացքդ լի է անբացատրելի ուրախությամբ, եւ աշխարհը չի կարող չնկատել, որ դու Աստծո զավակն ես։ Հիսուսից որոշ հեռավորությամբ քայլող Պետրոսն անհանգիստ ու տագնապած է։ Հետո աշխատիր ամեն բանում լինել Հիսուսի նման, հանուն քրիստոնեական հավատքի։ Քիչ կրակե նետեր չեն արձակվել քրիստոնեական կրոնի ուղղությամբ, կատաղի թշնամիները, բայց նա այնքան չի տուժել թշնամիների դավերից, որքան սեփական կողմնակիցներից։ Ով է գամել բարեպաշտության սուրբ ափը, հավատի կողմնակիցը, որն օգտագործում էր երեսպաշտության դաշույնը։ Գառան մորթիով գայլն ավելի մեծ սպառնալիք է հոտի համար, քան պարսպից դուրս առյուծը։ Եվ իհարկե Հուդայի համբույրն ամենամահաբեր զենքն է։ Անհետևողական քրիստոնյաներն ավելի են վնասում ավետարանին, քան ծաղրող քննադատը կամ անհավատը։ Եվ այնուամենայնիվ հանուն Հիսուս Քրիստոսի հետևիր իր օրինակին։ Քրիստոնյա, արդյոք սիրում ես Փրկչին։ Քեզ համար թանկ են նրա անունն ու գործը։ Արդյոք ցանկանում ես, որ այս աշխարհի թագավորությունները պատկանեն նրան։ Ուզում ես, որ նա փառավորվի։ Ցանկանում ես արդյոք, որ հոգիները դառնան նրան։ Այդ դեպքում վարվիր նրա նման։ Եղիր Քրիստոսի նամակը, որը ճանաչում ու կարդում են բոլորը։